Երևանի կենտրոնում Կասկադի հարևանությամբ գործող Սանտա Ֆե սրճարանի հարակից տարածքում շինարարությունը շարունակվում է, չնայած ավականու ընդդիմադիր անդամ Ստյոպա Սաֆարյանը վստահեցնում է, որ այն ապօրինի է եւ չի անցել թույլտվության համար անհրաժեշտ ընթացակարգերը։ Շինարարության համար տրվել է միայն էսքիզ նախագիծ, ինչը բավարար չէ, հարկավոր է շինթույլտվություն, ընդգծում է Բարև Երևան խմբակցության անդամը։ Ասում է, իրենք քաղաքապետարանում բազմիցս են բարձրացրել այս հարցը, բայց հստակ պատասխան դեռ չեն ստացել։ Քաղաքապետից արձագանք ստանալու մի փորձ էլ Ստյոպա Սաֆարյանն արեց մեր ներկայությամբ արդեն համացանցում տեղադրելով շինարարության լուսանկարները։ Սա սալիկների փոփոխության մասին չի ակնհայտորեն, այն տպավորությունն է, որ մենք կունենանք նաև այստեղ նկուղային հարկեր, ստորգետնյա ինչ որ ենթակառուցվածքներ նկատելի են, հարցերի հետ կապված միշտ պատասխան է հնչում, որ դրանք օրենքով սահմանված կարգով ստացված թույլտվություններ են եւ ոչ ամենին։ Ամիսներ առաջ ոստիկանները դադարեցրել էին շինարարությունը շինթույլտվության բացակայության պատճառով, հիմա սակայն ոստիկանությունը որևէ կերպ չի արձագանքում շարունակվող շինարարությանը, պնդելով, թե կառուցապատողները օրինական փաստաթուղթ ունեն, էսքիզային նախագիծ։ Քաղաքապետարանի քաղաքաշինության հանձնաժողովի անդամ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մինչդեռ ընդգծում է, որ էսքիզ նախագիծը պետք է իրենց հանձնաժողովում հաստատվեր, ինչը մինչև այսօր չի արվել։ Չնայած մեր բազմաթիվ ահազանգերին շինարարությունը ոչ միայն չի ընդհատվում, այլև ընդլայնվում ու խորանում է, գրավելով նաև կանաչ տարածքներ։ Ազատության հետ զրույցում ասում է Արթուր Իսպիրյանը։ Իմ գովերքած կանաչ Երևանից բան չթողեցին, մտահոգված է երգիչը։ Ես չգիտեմ ուր է նայում քաղաքաշինության նախարարը, ես չգիտեմ ուր է նայում, ինչու աչքերը փակում Տարոն Մարգարյանը, ես չեմ հասկանում, թե ինչքան պետք է մենք արհամարված լինենք այս քաղաքում։ 3 օր շարունակ մեզ չհաջողվեց զրուցել շինարարության պատասխանատուների հետ։ Աշխատանքները հսկող եւ ներկայանալ չցանկացող անձը նախ մեզ արգելում էր նկարահանել տարածքը, հետո պնդում, որ ամեն ինչ օրինական է, կրկին որպես ապացույց ներկայացնելով քաղաքապետարանի տրամադրած էսքիզ նախագիծը։ Համաձայնեցված է սա։ Բայց այստեղ համաձայնեցված է էսքիզ առաջարկը։ Շինթույլտվություն չի սա, այսինքն այնտեղ են փոսը փորելու շինարարություն անելու համար պետք է շինթույլտվություն, դա է խնդիրը։ Իսկ սա էսքիզ առաջարկ է։ Որպեսզի ասեցին ինչ անեն։ Ինչ անեն։ Որ ամրացնեն։ Մինչ ճարտարապետներն ու ավականու անդամը վստահեցնում են, որ էսքիզ նախագիծը դեռ շինթույլտվություն չէ եւ հակաօրինական է դրա հիման վրա շինարարություն սկսելը, քաղաքապետարանը շարունակում է հակառակը պնդել։ Համապատասխան վարչությունից ստացված պատասխանում նշված է՝ շինարարությունն օրինական է, կա էսքիզ նախագիծ։ Եթե քաղաքապետարանի պաշտոնյան արդեն հայտարարում է, որ իրականացվում է էսքիզի վրա, ապա դա ամենալավագույնս է ցույց տալիս, որ իրականացվող շինարարությունը ապօրինի է։ Որում քաղաքապետարանը շարունակում է պնդել, որ միայն բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, սալիկներ են փոխվում, քանի որ վերջին անգամ տարածքը նորոգվել է 10 տարի առաջ։ Թե ինչով են այդ դեպքում բացատրում տեղում փորված շուրջ 5 մետր խորությամբ փոսը, քաղաքապետարանը պատասխանում է՝ նպատակը հողի վերին շերտի ամրացումն է։ Ավականու ընդդիմադիր անդամն այս բացատրություններին չի հավատում։ Քաղաքաշինական վերահսկողական մարմինները ինչը հետևեն, ինչի հետ համեմատեն, ինչը գնահատեն, եթե այդ մարդը ընդհանրապես ոչինչ չունի հաստատված։ Այստեղ մենք ունենք տոտալ անգործություն եւ ապօրինություն, որը ցավոք սրտի տեղի ունենում Երևանի քաղաքապետարանի գործուն մասնակցությամբ։ Հրապարակը շրջապատած կապույտ պաստառներին չկա նաև օրենքով նախատեսված շինարարության նախագիծը։ Երգիչ Արթուր Իսպիրյանը ֆոտոխցիկը ձեռքին շրջում է քաղաքում ու արձանագրում այն հատվածները, որտեղ կանաչ տարածքների հաշվին շինարարություն է իրականացվում։ Ասում է, օրինակները շատ են, քաղաքապետարանի արձագանքը անբավարար։ Ինձ հետաքրքրում է ուղղակի այս համակարգի անտարբերությունը։ Նորից նույն պատմությունն է կատարվում։ Փոքրիկ սրճարանը, որը անձրևանոցներով անցյալ տարի փակված էր, այսօր հիմնական կառույց են սարքում։ Ու դա Չարենցի հուշարձանի հետևում է կատարվում։